Ժամը 21:10 րոպե, թեկուզ մի փոքր ուշ, բայց Reople Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականի գլխավոր թողարկումն է։ Ես Անի Զաքարյանն եմ, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության թեմաների մասին նախ համառոտ։ Փաշինյանի վերադարձը Facebook-յան արձակուրդից, բառիս բուն իմաստով պոռնկաբարո, թե բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը, սա է հարցը։ Սամվել Կարապետյանը կապ ունի վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ, խուզարկություն նրա տանը։ Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է, ով է ավելի ուժեղ հարվածում հակառակորդին։ Դոնալդ Թրամփի փախուստը G7 գագաթնաժողովից անվտանգության խորհրդի շտաբ նիստ է հրավիրել։ Հանցագործությունների թվի աճի, թե ոստիկանության պարտաճանաչ աշխատանքի արդյունքն է հերթական ամփոփագրի պատկերը։ Եվ հայրիկների օրն է այսօր, իսկ դուք գիտեիք։ Այսօր Շամենայն հայոց կաթողիկոսի և Մայրաթորի դիվանապետի հասցեին վիրավորական որակումներով վարչապետի գրառումներից հետո զարգացումները կտրուկ ընթացք ստացան։ Հայ եկեղեցուն սատարելու մասին գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը հաջորդեց նրա ձերբակալությունը, ապա խուզարկությունը նրա տանը։ Կարապետյանի երևանյան առանձնատան մոտ մարդիկ սկսեցին խմբվել, այնտեղ է նաև մեր նկարահանող խումբը։ Այժմ մեր ռեժիսորները փորձում են կապ հաստատել դեպքի վայրում աշխատող իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանի հետ։ Սիմոն, բարի երեկո։ Բարի երեկո Անի, ես քեզ լսում եմ, այս պահին մենք հիմա գտնվում ենք Սամվել Կարապետյանի տան դիմաց, որտեղ նրա աջակիցները հավաքվել են, իրենց աջակցությունը հայտնելու եւ իրենց բնորոշմամբ հյուրերի են սպասում, որոնք ԱԱԾ ծառայություններն են ըստ Սամվել Կարապետյանի եղբայր նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի, պիտի գան խոզարկության։ Այս պահին աջակիցները հավաքվել են, Ուլնեցի փողոցում ենք։ Լրագրողների հետ պարբերաբար կապի դուրս է գալիս Կարեն Կարապետյանը, ասում, որ ամեն բան նորմալ է, Սամվել Կարապետյանը առանձնատանն է, ամեն բան խաղաղ է, իր բնորոշմամբ թոռները խաղում են տանը, այլ բան այս պահին չկա, որևէ հրահրումներ, բախումներ չեն եղել։ Սիմոն, իսկ փաստաբանի հետ խոսել են արդեն, հասցրել են արդեն խոսել փաստաբանի հետ։ Այդ մասով առերևույթ բան չկա, այսինքն կոնկրետ ոչ խոզարկություն կա, ոչ էլ միայն հայտարարությունների մակարդակով է, այսինքն վարչապետի, նրա խոսնակի եւ պատգամավորների քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների հայտարարություններն է այս պահին, այլ բան չկա։ Շատ լավ, այդուհանդերձ հայտնի է, թե ինչ մեղադրանքով է խոզարկությունը եղել, ինչն է խնդիրը, ինչ պատճառ կա։ Խոզարկություն դեռ չի եղել, հավաքվածները, աջակիցները սպասում են, որ ԱԱԾ-ից գալու են խոզարկության։ Հասկացա։ Շնորհակալ ենք Սիմոն, հուսամ դեռ մենք ընթացքում կապ կհաստատենք միմյանց հետ ավելի թարմ մանրամասներ ճշտելու համար, իսկ ձեզ հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ մենք զրուցում ենք իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանի հետ, շարունակում ենք թողարկումը։ Վերջին օրերին թվում էր, թե բոլորիս հայտնի գրառումների շարքն այլևս դադարել է, բայց երկար չսպասեցինք կարծես, իսկ թե ինչ եղավ, երբ վարչապետ Փաշինյանը Facebook-յան արձակուրդից վերադարձավ հոգևոր թեմաներով գրառումներին, դիտենք տեսանյութում, որը պատրաստել է իմ գործընկեր Լիլիթ Մուրադյանը։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Հայոց եկեղեցուն իր աջակցությունը հայտնելուց մեկ ժամ անց հատուկ ծառայությունների աշխատակիցները գործարար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող տանն էին։ Խուզարկել են տունը, ավելի ուշ տեսանք այս կադրերը։ Քարշակով տանում են Կարապետյանի մեքենան։ Ներքին գործերի նախարարության խոսնակը մեծ հետ զրույցում միայն մեկ տողով մեկնաբանած տեղի ունեցածը։ Մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ։ Տարածաշրջանում պայթած հակամարտության ֆոնին 2 օր լռած ստատուսագրությունը վերադարձել են նոր թափով, երկրի գլխավոր պաշտոնյան գրել է, մեջբերենք, պոռնկաբարո հոգևորականներն ու իրենց պոռնկաբարո բարեգործներն ինչու են ակտիվացել, ոչինչ նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ։ Այս ուղիղ տեքստով սպառնալիքից 8 րոպե անց վարչապետը թեման թարմացրել է նոր գրառմամբ, իր համար սովորական, մեզ եթերում արտաբերելու համար անհարմար բառապաշարով։ 50 րոպե անց Փաշինյանը եւս մեկ գրառում է արել, ապա եւս մեկը պետության առաջին դեմքը հիշեցրել է իր լսարանին, սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե Կալուգայի Նիժնի Տապռի գեղը, սա մեջբերում էր։ Մենք էլ հույս ունենք, որ պետության համար մեր բերանում կմնա, լավ հույս է։
Այսինքն ինչ է նշանակում, այսինքն էլ պետություն չենք ունենալու։ Լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ եւ Հայաստանի Հանրապետությունը կարծում է բնական է, որ իր դերակատարումն ունենա այդ կառույցի մեջ։ Բայց այդ հարցը չի մարում։ Այդ հարցով հոգեվորականների հարցով թող զբաղվեն հոգեվորականները։ Դիտարկմանը, թե իշխանությունը չի կարող կաթողիկոսի ընտրություններ կազմակերպել, հանձնախումբ ձևավորել, Սիմոնյանն ասել է մեջբերեմ, ես ինչ խումբ ուզենամ, կարող եմ ստեղծել։ Մեծի տանան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի նախագահությամբ էլ Անտիլիացի Մայրավանքում կայացած ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովը հատուկ քննարկել է Հայաստանի իշխանության վերաբերմունքը ամենայն հայոց կաթողիկոսի եւ բարձրաստիճան հոգեվորականների դեմ, խստորեն դատապարտել եկեղեցական հարցերը հրապարակային քննարկելիս օգտագործած ոճը։ Ժողովը շեշտել է, որ հայրենիքի դիմագրաված գոյաբանական խնդիրների եւ անվտանգության սպառնալիքների դիմաց անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատել հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգներին դիմակայելու ուղղությամբ, մերժելով նման բաժանարար եւ պառակտիչ փորձերը։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Դեպքի առիթով հայտարարություն է տարածել Մայրաթոռը։ Հայոց եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին եւ այս պահին խոզարկվում է նրա տունը։ Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը, հորդորում ենք իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները։ Նշված է հայտարարության մեջ։ Տաշիր ընկերությունների խմբի մամուլի ծառայությունն էլ տարածել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը իր որևէ նպատակ հետապնդելով հոշոտի մեր սրբությունները, շեշտել է գործարարը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է վարչապետ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա Էրդողանի հետ հանդիպման, ըստ նրա այցը պատմական է։ Բոլոր հարցերը տարածաշրջանային քննարկվելու են եւ ես կարծում եմ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել, պաշտոնական աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է եւ հրավեր է արվել նախագահի կողմից եւ հենց այդ ֆորմատով է լինելու, այո։ Անցած գիշեր Իրանը սկսել է հրթիռային ու դրոնային հարձակումների իրական խոստում 3-րդ կոչվող գործողության 9-րդ ալիքը ուղղված Իսրայելի ռազմավարական թիրախներին, իսկ թիրախում օդանավակայաններն ու ռազմական ենթակառուցվածքներն են։ Իսրայելն էլ ակտիվացնում է պաշտպանական տեխնոլոգիաներն ու շարունակում հուժկու հարվածներ հասցնել Իրանին։ Բառացիորեն օրեր առաջ նշանակված Իրանի գլխավոր շտաբի նոր պետ Ալի Շադմանիի սպանության լուրերը դեռ չեն հաստատվում։ Իրանը նորագույն սպառազինության ավելի հուժկու հարձակումների անոնս է անում Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումար Սեյդարի շուրթերով։ Իսկ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալայինիկը վստահեցրել է, որ Իսրայելը չի կարողանա երկարատև զինված հակամարտություն վարել Իրանի հետ եւ նրա բառերով սիոնիստական ռեժիմի ողնաշարը կկոտրվի։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իրանը սկսել է հրթիռային հարձակման 10-րդ ալիքը։ Ընդհանուր սահման չունեցող իսրայելա-իրանական ռազմաճակատի զարգացումներին հետևել է իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը։ Երեկուշ երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ։ Ըստ հաստիմ գործակալության կորպուսի օդատիեզերական ուժերը բազմաթիվ բալիստիկ հրթիռներ են արձակել օկուպացված տարածքների խորքում գտնվող կարևոր եւ ռազմավարական թիրախների վրա։ Իրական խոստում 3-րդ գործողության 9-րդ ալիքը կտեպի մինչև լուսաբաց եւ կկրի համակցված բնույթ հրթիռների եւ հարվածային դրոնների համատեղ գրոհով, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Ալի Մոհամմադ Նայինին։ Գործողության ընթացքում Իրանի զորքերը զանգվածային հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային եւ Թել Ավիվին։ Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, մինչև այդ ուղարկելով 140 դրոն։ Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հրթիռային հարվածից 3 մարդ է զոհվել։ Ձեռնարկությունը շարքից դուրս է եկել։ Իրանի օդատիեզերական ուժերը ներկայացրել են Իրանի նորագույն Շահեդ 107 կամիկաձե անօդաչու թռչող սարքը։ Դրոնը կարող է թռչել ավելի քան 1500 կիլոմետր։ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել
հայտարարել է, որ դրան զանգվածային կիրառումը կարող է զգալի վնաս հասցնել Իսրայելի օդային պաշտպանության հնարավորություններին, իսկ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ևս մեկ իսրայելական գերժամանակակից F-35 կործանիչ, որը խոցվել է Թավրիզի մոտ։ Այն Իրանի ռազմաօդային ուժերի խոցած 4-րդ F-35 կործանիչն է։ Իսրայելն առաջին անգամ սկսել է օգտագործել լազերային հակաօդային պաշտպանության համակարգը, երկաթե ճառագայթը, իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու համար։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաշտպանության բանակը ոչնչացրել է հսկայական քանակությամբ արձակման կայաններ եւ ընդհանուր առմամբ իրանական դրոնների պաշարի կեսը։ Նեթանյահուն ասել է, որ խոսել է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ եւ կա պատրաստակամություն օգնելու խոցելու իրանական հրթիռները։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող իրանական ռազմական թիրախներին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հարվածներ են հասցրել երկիր-երկիր դասի հրթիռների տասնյակ կայանքների եւ զինապահեսների։ Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հորդորել է Իսրայելում եւ Պաղեստինում գտնվող իր քաղաքացիներին Եգիպտոսի սահմանով հեռանալ Իսրայելից։ Ավելի ուշ նման կոչեր ամերիկացիներին հղել Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։ Իրենց քաղաքացիների տարհանումն Իսրայելից սկսել են Լեհաստանը եւ Գերմանիան Հորդանանի մայրաքաղաք Ամանի միջոցով։ Այսօր առավոտվանից արդեն հայտնի դարձավ Իրանի զինված ուժերի շտաբի պետ Ալի Շամդանիի մահվան մասին։ Նա մի քանի օր էր հասցրել պաշտոնավարել, իսկ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիյում Արսեյդարին հայտնել է, որ Թեհրանն առաջիկա ժամերին լայնածավալ հարձակում կսկսի Իսրայելի վրա օգտագործելով նոր զենքեր։ Մինչդեռ Ամերիկայում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերն ասել է, որ Իսրայելը նոր գործողություն է պատրաստել Իրանի դեմ։ Մենք մի քանի անակնկալ ենք պատրաստել, երբ փոշին նստի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին կտեսնեք որոշ անակնկալներ, ասել է Լեյթերը։ Փոխադարձաբար Իրանը հայտնել է Իսրայելի Հերզիլա քաղաքում Մոսադի շենքի վրա հրթիռային հարվածի մասին։ Իսրայելի ռազմական հետախուզության Գլիլոդ բազան Թել Ավիվի արվարձանում ենթարկվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարվածին։ Իրանական SNN հեռուստաալիքի հավաստիացմամբ գրոհի է ենթարկվել Իսրայելի ռազմական հետախուզության կարևոր լոգիստիկ կենտրոնը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվի մոտ գտնվող Իսրայելի հետախուզական ծառայության Մոսադի կենտրոնակայանին, հաղորդել է Թասնիմ գործակալությունը։ Իրանի ափերի մոտ Օմանի ծոցում այրվում է 3 նավ, հաղորդել է իրանական Press TV-ն։ Այրվող նավերը գտնվում են Հորմուզի նեղուցի մոտ, որը Պարսից ծոցի երկրներից նավթի եւ գազի արտահանման հիմնական ուղին է։ Հեռուստաալիքը չի նշել միջադեպի պատճառները։ Իրանի տարածքային ջրերում նավերին հասցված իսրայելական հարվածների մասին չի տեղեկացվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավիակիր հարավային խումբը Նիմից միջուկային ավիակրի գլխավորությամբ շտաբ ուղևորվել է Մերձավոր Արևելք հարավչինական ծովից, հաղորդում է Fox News հեռուստաալիքը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ Սիմոն Հովանեսյան, Reopen Media։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը G7-ից հեռացել է ժամանակից շուտ։ Նա նաև Թեհրանից շտաբ տարհանման կոչ է արել եւ նշել, որ իրանցիներն ի վերջո ստիպված են լինելու գործարք կնքել։ Իրանցիները Թրամփի կոչն անարձագանք չեն թողել, պատրաստ են բանակցությունների սեղանին նստել Միացյալ Նահանգների հետ միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները։ Ուրանի հարստացմամբ ըստ Վաշինգտոնի Իրանը հատում է կարմիր գծերը, իսկ միջազգային մամուլի հաղորդմամբ գերտերությունները ջանք չեն խնայում Իրանի հետ բանակցություններ վարելու հարցում։ Քաթարն ու Օմանը նույնպես խաղի մեջ են։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունը եւս չի լռում։ Այս աշխարհաքաղաքական թնջուկը փորձենք բացել ներկայացվող ռեպորտաժում։ Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը։ Այսպես իրանցիներին իր X-Siege-ից տարհանման հրաման է տալիս Թրամփը ու Իսրայելի հրթիռների սպառնալիքի տակ պահանջում ստորագրել միջուկային գործարքը։ Ինչպիսի ամոթ եւ անիմաստ զոհեր, բարձ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա ասում եմ կրկին ու կրկին։ Իսկ հետո Պենտագոնի ղեկավարը ուղիղ եթերում հաստատում է Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է իր պայմաններով գործարքի ստորագրմանը։ Նախագահ Թրամփը շարունակում է ձգտել միջուկային գործարքի։ Իհարկե, եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ հենց դա էլ տեղի կունենա։ Իդեպ Թրամփն այնքան զբաղված է Իրան-Իսրայել սրված հակամարտությամբ, որ Կանադայում ստիպված է եղել մի քանի ժամով ներկա լինել G7-ի գագաթնաժողովին։ Հասցրել է մասնակցել նկարվելու պաշտոնական արարողությանը ու հետո տեսախցիկների առաջ էլ հրաժեշտ է տվել։ Հասկանալի պատճառներով ես պետք է արդեն վերադառնամ։ Մինչև դա ԱՄՆ նախագահը խոսել էր լրագրողների հետ ու ասել, որ իր համոզմամբ Իրանը չի հաղթում այս պատերազմում։
Ես ունեի 60 օր, նրանք ունեին 60 օր։ Եվ ես 61-րդ օրը ասացի, մենք գործարք չունենք, բայց ես կասեի, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում։ Մենք միշտ աջակցել ենք Իսրայելին եւ հիմա Իսրայելը լավ է գործում։ Հայտնի է, որ Թրամփի հայրենիք վերադառնալուց հետո ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվելու։ Իրանը բացահայտ հայտարարում է, որ հրթիռային այս պատերազմի պատասխանատուն նաև Միացյալ Նահանգներն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին ասել է եվրոպացի առաջնորդների հետ հերավար բանակցությունների ընթացքում։ Իսրայելը Ամերիկայի աջակցությամբ, օգնությամբ եւ համագործակցությամբ սկսեց այս պատերազմը իրանական ժողովրդի դեմ, ուստի մենք Ամերիկային պատասխանատու ենք համարում այս իրավիճակի համար եւ մեղսակից են կատարված հանցագործություններին։ Իրավիճակը մերձավոր արևելքում ծայրահեղ ծանր է, հայտարարում է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Ռյաբկովը խոսել է նաև Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարվածների վտանգից։ Այս ամենը չափազանց վտանգավոր է եւ եթե մինչեւ այժմ հաջողվել է խուսափել ծանր հետևանքներից, ապա մենք ունենք մեր ինֆորմացիոն աղբյուրները եւ տեսնում ենք, թե ինչ են հաղորդում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները այս թեմայով։ Այս ֆոնին իրանցի պաշտոնյաները ըստ Washington Post-ի միջնորդներին փոխանցել են, որ պատրաստ են վերսկսել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները միայն այն բանից հետո, երբ Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Այժմ անդրադառնանք Դոնալդ Թրամփի վերջին րոպեներին X-ում արված գրառումներին։ Մենք այժմ լիակատար վերահսկողություն ունենք Իրանի երկնքի նկատմամբ։ Իրանն ուներ հսկողության լավ համակարգեր, սարքավորումներ եւ մեծ քանակությամբ, բայց դրանք ոչինչ են համեմատած Միացյալ Նահանգներում նախագծված եւ արտադրված սարքավորումների հետ։ Մենք հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում գերագույն առաջնորդը, նա հեշտ թիրախ է, բայց դեռ չենք պատրաստվում վերացնել, սպանել նրան։ Չենք ուզում, որ հրթիռները թռչեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա, մեր համբերությունը սպառվում է։ Եվ վերջինը, անհապաղ կապիտուլյացիա։ Շարունակենք թողարկումը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի Նաթանզի ուրանի հարստացման գործարանի ցենտրիֆուգները լրջորեն վնասվել, գուցե եւ ոչնչացվել են։ Գրոսի տվյալներով ցենտրիֆուգները գտնվում են գետնի տակ եւ անմիջականորեն հարվածի չեն ենթարկվել, սակայն հավանաբար վնասվել են էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Ըստ նրա, օբյեկտի վերգետնյա հատվածն ամբողջությամբ ոչնչացվել է իսրայելական հարձակումների ժամանակ։ Գրոսի տվյալով Սպահանի միջուկային կենտրոնը նույնպես վնասվել է, 4 շենք մասամբ ավերվել։ Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը չի վնասվել։ Ալիևի ռեժիմը նույնպես դերակատարում ունի Թավրիզի ռմբակոծության գործում, հայտարարել է իրանցի հայտնի քաղաքագետ Սալար Սեյֆը։ Ըստ նրա, Ադրբեջանը թույլ է տվել ռադարային վերահսկողության խախտում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կենտրոնում, որը հանձնել է Իսրայելի կառավարմանը։ Քաղաքագետը պնդում է, որ Թավրիզի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքեր են արձակվել Նախիջևանից եւ Ղարաբաղից։ Ըստ Սալար Սեյֆի, Ադրբեջանը դիվերսիոն գործակալների ձեռքով Թավրիզում իրականացրել է լրտեսական եւ հետախուզական գործունեություն։ Ադրբեջանում աճող հակաիրանական տրամադրությունների մասին Դիանա Կարապետյանի ռեպորտաժում։ Իրանա-իսրայելական հակամարտության սրացման ֆոնին պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով շարունակում է պահել քար լռություն, սակայն ինչպես հաճախ է պատահում, հասարակությունը շատ ավելի արագ է արձագանքում, քան իշխանությունը։ Ադրբեջանական մեդիա դաշտում եւ սոցցանցերում լռության փոխարեն հնչում են հարցեր, մեղադրանքներ, նույնիսկ վատ թաքցրած հրճվանք։ Օգտատերերը եւ վերլուծաբանները սկսում են բարձրաձայն խոսել այն մասին, ինչը շրջանցում են պաշտոնական աղբյուրները։ Տեսանյութեր եւ մեկնաբանություններ են տարածվում, որոնցում պնդում են Իրանի ուղղությամբ արձակված որոշ հրթիռներ հնարավոր է արձակվել են հենց Ադրբեջանի տարածքից։ Թեև փաստեր չեն ներկայացվում, սակայն կասկածներն արդեն դարձել են հրապարակային եւ շատերի քննարկման առանցքը։ Ինչ մասնակցություն ունենք մենք այս հակամարտությանը, այսպիսի հարցեր են շրջանառում սոցցանցերում, իսկ մյուս կողմից որոշ օգտատերեր բացահայտ աջակցություն են հայտնում Իսրայելին, Իրանը համայելով սպառնալիք Իսրայելին դաշնակից։ Ընդ որում այս տրամադրությունները սնում են նաև թուրքական կողմի նկատմամբ հնչող քննադատությունը։ Ադրբեջանական մամուլում նկատվում են ակնարկներ Թուրքիային, հիշեցնելով, թե ով է եղբայրը եւ ով դաշնակիցը, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային ռազմավարական կողմնորոշումներին։ Թեև իշխող Նոր Ադրբեջան կուսակցության շրջանակում լիարժեք լռություն է, ընդդիմադիր ուժերից արդեն հնչել են դիրքորոշումներ։ Մասնավորապես Մուսավատ կուսակցությունը բացահայտ կոչ է արել իշխանություններին վերջ տալու անորոշության եւ հստակեցնել,
հասկանալ, արդյոք Ադրբեջանը դիտորդ է թե կողմ այս պատերազմին, միևնույն ժամանակ չմնալ անտարբեր Իրանի ադրբեջանցիների ճակատագրի նկատմամբ։ Մյուս ուշագրավ արձագանքը եղել է Հարավային Ադրբեջան կոչվող կազմակերպության ներկայացուցչից։ Նրա խոսքում հնչել է մի միտք, որը լայն արձագանք է գտել սոցցանցերում։ Ըստ այդմ, Իրանում սպանված բարձրաստիճան գեներալների մեջ եղել են մարդիկ, որոնք իբր սպառնալիք են ներկայացրել Ադրբեջանի համար, եւ այս դիտարկումը ուղեկցվել է չհռչակված, բայց հստակ ընթերցվող թաքուն հրճվանքով։ Հանրային թոհուբոհը միայն մեծացնում է սպասման եւ անորոշության մթնոլորտը իրանա-իսրայելական նորագույն էսկալացիայի ֆոնին։ Մինչ այդ Բաքուն պաշտոնական մակարդակում շարունակում է խուլ ու համր ձևանալ։ Դիանա Կարապետյան, Open Media։ Դեռ երեկ ես եւ իմ գործընկեր Դավիթ Սարգսյանը եթերում քննարկում էինք թեման առայն, թե Իսրայելի նման փոքր պետությունն ինչպես կարող է հարվածողի եւ առհասարակ հակամարտությունը սկսողի դերում լինել այնպիսի խոշոր տերության դեմ, ինչպիսին Իրանն է։ Բայց երևույթի բուն էությունն այն է, որ Իսրայելը միայնակ դժվար թե կարողանար նախաձեռնել այս ամենը։ Թրամփի գրառումները վկա։ Ուստի բոլորովին գաղտնիք չէ, թե ում օգնությամբ եւ ինչպես է կազմակերպվում Իսրայել-Իրան հակամարտությունը, անգամ ծածուկ գործելել չեն ուզում արդեն։ Դիտենք ռեպորտաժը։ Ավելի քան 40 տարի Միացյալ Նահանգները, Եվրոպան, Իսրայելը ջանում էին Իրանի դեմ պատերազմն առաջ մղել, ընդլայնելով ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ Տարածաշրջանային փորձագետ Վազգեն Պետրոսյանը վստահեցնում է, Իսրայելն իր հաշվարկների մեջ սխալվել է։ Հարված հասցնելով Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Թել Ավիվը հույս ուներ ներքաղաքական լարվածությունն օգտագործելով Իրանում իշխանափոխության հասնել։ Այս պատերազմի օրերին էլ Իրանի նախկին թագավորի տղան կոչ արեց, որ դուրս արեք փողոց եւ խժդժություն առաջացրեք։ Իրանի պատմությունը ցույց է տվել, որ երբ որ երկիրը հարձակման է ենթարկվում դրսից, իրենք ավելի են համախմբվում եւ իրենք ավելի են միահամուռ դուրս գալի պայքարի։ Միացյալ Նահանգները իրեն հատուկ քաղաքականությամբ երկակի խաղի մեջ մտավ։ Մի կողմից բանակցություններ Իրանի հետ, մյուս կողմից էլ Իսրայելին թույլ տվեց գնալ ռազմական արկածախնդրության եւ պատերազմ սկսել Իրանի դեմ։ Նույն քաղաքական վարկն ԱՄՆ-ն դրսևորում է եւս մեկ ճակատում։ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ եւ մյուս կողմից հետախուզական տվյալները տրամադրում ուկրաինական զորքերին եւ եվրոպական երկրներին։ Փորձագետը չի բացառում ոչ մի անհնարին սցենար, որը կիրականացնի Միացյալ Նահանգներն Իրանի դեմ։ Միացյալ Նահանգները ելնելով համաշխարհային իրավիճակից Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի հետ միասին միանալով Իսրայելի ուժերին միգուցե իրենք հարված հասցնեն իրանական ատոմային կենտրոններին։ Թուրքագետի խոսքով, եթե Միացյալ Նահանգները գնա նման քայլի, Չինաստանը հնարավորություն կունենա մտնել խաղի մեջ, բայց այս պարագայում էլ Միացյալ Նահանգները չի կարողանա պատերազմել 3 ճակատով։ Վերլուծաբանները նկատում են, որ Միացյալ Նահանգներն այս պահին Եվրոպայի հույսին է թողել Ուկրաինան, որտեղ իրավիճակը գնալով ծանրանում է։ Ուկրաինայի տարածքից հակոօդային պաշտպանությունները տեղափոխում են դեպի Իսրայել եւ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները մեկ ընկերոջ հաշվին մյուս ընկերոջը լավություն է անում։ Հիմա եթե երրորդն էլ սկսի, որը լինի Թայվանը, դա արդեն վիճակը շատ է ծանրացնելու Միացյալ Նահանգների եւ ամբողջ արևմուտքի համար։ Վազգեն Պետրոսյանը վստահեցնում է, Իսրայելը երկար չի կարողանա պատերազմել Իրանի դեմ, ընդամենը մի քանի շաբաթ, նրա համոզմամբ Իսրայելը միայնակ չի կարող պատերազմել։ Միանշանակ այդ զենք զինամթերքները տեղափոխվել են հարևան պետություններից։ Մանավանդ պատերազմի առաջի օրը բազում նկարներ հրապարակվեցին, որտեղ հարոբ տիպի հետախուզական ԱԹՍ-ներ էին թռչում, թռիչք իրականացնում Արդեբիլի եւ Թավրիզի երկնքում։ Հարոբը իր հնարավորությունները շատ սահմանափակ է եւ հերու թռիչքը իր հնարավորություն չունի իրականացնելու։ Այդ իսկ պատճառով ինքը պետք է Պարսկաստանի սահմանին կից ինչ որ տարածքից թռած լինել։ Այսինքն հիմնական հետախուզական աշխատանքները կատարվել են կամ Թուրքիայի, կամ Ադրբեջանի, կամ էլ Իրաքի տարածքից։ Վերլուծաբանը հավանական է համարում, որ Իրաքի սահմանով Արևմուտքն ու Իսրայելը խոշոր բեռներ տեղափոխող մարդկանց հետ դրոններ են տեղափոխել Իրան։ Եվս մեկ կարևոր հանգամանք է մատնանշում փորձագետը։ Իսրայելը բոլորին չէ, որ թույլ է տալիս մուտք գործել իր տարածք եւ ստանալ քաղաքացիություն, իսկ Իրանում այդպես չէ։ Այնտեղ ապրում է մոտ 1 միլիոն Հնդկաստանի, 3 միլիոն Աֆղանստանի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Որևիցե Աֆղանստանի կամ Հնդկաստանի կամ Պակիստանի կամ Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացու գնել
թեկուզ մի քանի միլիոն դոլարով եւ իրենց օգտագործի Իրանի դեմ։ 5-րդ շարասյունը Պարսկաստանում ինչքան էլ որ լինեն, իրենք մի քանի հազարից ավել չեն անցնելու։ Եվ այդ մի քանի հազարի հարցը արդեն իրանցիները շատ արագ լուծելու են։ Բոլորին հավաքելու են եւ կարող են մի օր բոլորին գնդակահարեն։ Այնպես ինչպես որ դեռևս 1984-85 թվականին Իրանի տարածքում ամերիկյան ազդեցության գործակալների մի քանի հազար հոգու մի շաբաթվա ընթացքում գնդակահարեցին։ Վազգեն Պետրոսյանը մի հանգամանքել է կարևորում երկրի մասշտաբների հսկա տարբերությունը։ Իսրայելի ընդհանուր տարածքը 21000 քառակուսի կիլոմետր է, Իրանինը 1.670.000-ից ավելի։ Իրանն ունի շուրջ 9000 կիլոմետր սահման, Իսրայելը մի քանի 100 կիլոմետր։ Իսրայելի ազգաբնակչությունը մոտ 10 միլիոն է, Իրանի բնակչությունը 90 միլիոն։ Եթե Իրանից հեռանա մի քանի միլիոն մարդ, երկիրը տնտեսական խնդիրներ չի ունենա։ Մինչդեռ եթե Իսրայելից հեռանա անգամ 100,000 մարդ, դա մեծապես կազդի երկրի կենսունակության վրա։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Կարծես Թրամփի տարհանման կոչն անարձագանք չի մնացել։ The New Indian Express-ը հաղորդում է, որ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումը Իրանի բարձր ռիսկային գոտիներից։ Տարհանման ծրագրի մեջ առանցքային դեր ունի փաստորեն Հայաստանը։ Հնդկաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի հաստատել է, որ Հնդկաստանի քաղաքացիները, այդ թվում ուսանողները, տեղափոխվում են Իրանի ավելի անվտանգ վայրեր Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողության ներքո եւ այժմ Հայաստանը դիտարկում է որպես անվտանգ ուղի նրանց տարհանման համար։ Գործի լոգիստիկ եւ դիվանագիտական համակարգումը քննարկելու համար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդեն տեղի ունեցել Ջայշանկարի հետ։ Արտաքին գերատեսչության խոսնականի Բադալյանը հաստատել է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը։ Հայաստանի կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, նշել են նա։ Ինչ կփոխի Իրան-Իսրայել բախումը Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին կրկին մարդկային մեծ հոսք է նկատվում դեպի Հայաստան։ Այս մասին Մեղրիից տեղեկացրել է հենց Մեղրի համայնքապետը։ Նմանատիպ մի իրավիճակ ստեղծվեց ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին, ինչի պատճառով անշարժ գույքի կտրուկ թանկացում նկատվեց։ Արդյոք այս դեպքում եւս սպասվում է նույնը եւ զսպման ինչ լծակներ ունի պետությունը արհեստական գնաճը վերահսկելու համար։ Դիտենք Սիմոն Հովանիսյանի տեսանյութը թեմայի շուրջ։ Կթանկանան նորից բնակարանների վարձերը Իրано-իսրայելական պատերազմի ֆոնին։ Անշարժ գույքի շուկայի աշխատողներն են ահազանգում։ Արդեն ինձ ստանում եմ ազդակներ, զանգեր, չեմ վաճառում, թանկ եմ վաճառելու, մարդիկ ունեն ակնկալիք, որ այս ֆոնի վրա կսկսի նոր գնային գոյացում։ Ազդակներ կան, որ վարձակալությունը կարող է սկսեն թանկացնել։ Հարևանների մեջ մեծ ընտրություն չունեն իրանցիներն ու Իրանում ապրող այլ երկրի քաղաքացիները տարհանվելու համար։ Պակիստանը փակել է Իրանի հետ սահմանը։ Ադրբեջանը բաց է պահում միայն Աստարայի անցակետը։ Մի քանիսի հետ էլ լավ հարաբերություններ չունեն։ Երկրից դուրս գալու հնարավոր ապահովողություններից մեկը Հայաստանն է։ Ես Դուբայում եմ ապրում, բայց Իրանից Դուբայ ուղիղ չվերթներ հիմա չկան։ Ուստի ես Իրանից մեքենայով եկել եմ Երևան, որ գնամ Դուբայ։ Սահմանային ու սահմանապահ Մեղրու համայնքապետից փորձեցինք ճշտել, արդյոք Իրանից հոսքն ավելացել է։ Խաչատուր Անդրեասյանը մեծ հետ զրույցում նշեց, մարդկանց հոսքն ավելացել է, բայց ոչ մտահոգիչ ծավալներով։ Հասկանալի է տուրիստական սեզոնը եւ Իրանում պատերազմական դրություն է։ Հնարավոր է նաեւ, որ մարդիկ բնակության այլ վայր չունենալով Հայաստան գան բնակություն հաստատելու, ինչպես օրինակ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ։ Այդ տարի 2021-ի համեմատությամբ Հայաստան եկած ռուսների քանակը աճեց ավելի քան 2 անգամ, հասնելով 790,000-ի։ Սպասվում է 22 թվականի նման հոսք, որը կարող է այսինքն իրավիճակ ունենանք, երբ որ հայերին տնից հանեն 3 անգամ, 2 անգամ տան պարսիկներին տները։ Իր երկրի քաղաքացիների համար Հայաստանի տարածքով անվտանգ տարհանում է պատկերացնում նաև Հնդկաստանը, հայտնում է New Indian Express-ը, իսկ կդիմանա շուկան անկայունությանը։ Մեր շուկան վերջի 2-3 տարիներին արդեն ադապտացել է այս իրավիճակին եւ ունեցանք ռուս-ուկրաինականի 2 հոսք եւ ունեցանք Արցախի ցավալի դեպքեր, որ մեր հայրենակիցներ եկան եւ շուրջ 200-ից 300,000 մարդ են ընդունել Հայաստանի Հանրապետություն։ Փորձեցինք պետական մարմիններից ճշտել, թե որ գերատեսչությունն է վերահսկում, բայց վերահսկվում է ազատ շուկայական հարաբերություններ են եւ ոչ էկոնոմիկայի, ոչ սոցիալի կամ համայնքապետարանների վերահսկողության գոտում չէ։ Դա բնական process է։
Տեսեք, այդ գների բարձրացումը միայն Հայաստանում չի եղել։ Դա մեր տարածաշրջանում, Վրաստանում, Թուրքիայում, բոլոր տեղերն եղել են, եթե ուսումնասիրեն շուկաները։ Դա նորմալ process է, երբ որ պահանջարկը կտրուկ աճում է, այն ազատ բնակ ֆոնդը, ովքեր որ ուզում են բնականները վարձակալություն հանձնեն, դա շուկայական հարաբերություններ է։ Սկսում են պահանջարկի հաշվին թանկանալ եւ բարձր գներով են հանձնվում։ Այսինքն գները հնարավոր է բարձրանան, բայց խնդրի լուծումը Հարությունովը տեսնում է պայմանագրային հարաբերությունների մեջ։ Այսինքն վարձակալն ու վարձատուն իրենց հարաբերությունները պետք է կարգավորեն փաստաթղթային տարբերակով, որ նման դեպքում վարձատուն վարձակալին չստիպի հեռանալ։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է զգուշություն ցուցաբերել իսրայելա-իրանական հակամարտության ֆոնին։ Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք, որ հորդորում են խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից եւ Կապույտ մզկիթից։ Դեսպանատունը հորդորում է խուսափել ցույցերից եւ մեծ հավաքներից, հետեւել տեղական լրատվամիջոցների հրապարակումներին։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հրավիրած ասուլիսում կոչ է արել ուշադրություն չդարձնել Միացյալ Նահանգների կողմից Իրան-Հայաստան հարաբերությունները խաթարելու փորձերին։ Նրա խոսքով ամերիկացիները վախենում են Իրանի եւ այլ երկրների միջև կապերի հաստատումից։ Դեսպանը հայտարարել է, որ իրանական կողմից Հայաստանում կատարվող աշխատանքներում որևէ փոփոխություն չի լինի։ Պատերազմը տեղի է ունենում Իրանի տարածքում, Հայաստանի տարածքում համատեղ նախագծերն ակտիվորեն իրականացվում են, նշել է նա։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը վճռականորեն է տրամադրված պաշտպանվել իր բարերով սիոնիստական ռեժիմի ագրեսիայից։ Դիվանագետն ընդգծեց, որ իսրայելական ագրեսիան լրջագույն սպառնալիք է միջազգային խաղաղությանը։ Մենք վճռականորեն դրամադրված ենք պաշտպանվելու եւ կշարունակենք այս օրինական պաշտպանությունը մինչեւ ագրեսիայի վերացումը եւ ագրեսորի պատժվելը։ Դեսպան Սոբհանին կարևորեց Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները, ընդգծելով, որ Թեհրանը շարունակելու է սերտ համագործակցությունը Երևանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանության վրա։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար եւ բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիվ ժողովրդի զորակցության եւ աջակցության համար։ Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգեվոր աջակցությունը։ Իրանի դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց Ադրբեջանի հավանական գործողություններին Սյունիքի ուղղությամբ, զգուշացնելով, որ Բաքուն կարող է փորձել օգտագործել տարածաշրջանային անկայունությունը, խաթարելու սահմանային հավասարակշռությունը։ Նա հայտարարեց, որ Իրանը վճռականորեն դեմ է այդ սցենարին եւ ցածարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մեհդի Սոբհանին նշեց, որ տեղեկություններ չունեն միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով ճառագայթման արտահոսքի մասին եւ վստահեցրեց, որ Հայաստանը անհանգստանալու պատճառ չունի։ Իրան-Իսրայել հակամարտությունը դեսպանի խոսքով չի սպառնում Հայաստանին եւ Թեհրանը չի ցանկանում, որ խնդիրները տարածվեն դեպի հարևան տարածաշրջան։ Մենք չենք ցանկանում պատերազմը սրվի, եթե այն մեզ չպարտադրվի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի։ Նա նաև կարևորեց հայ ժողովրդի բարեկամական եւ ջեր վերաբերմունքը, նշելով, որ Իրանը բարձր է գնահատում դա։ Դեսպան Սոբհանին ամփոփեց կառուցողական ուղերձով ուղղված խաղաղությանը, կայունությանը եւ փոխադարձ վստահության խթանմանը։ Կեցցե Հայաստան, կեցցե Իրան։ Դավիթ Գենջոյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Այժմ ռուս-ուկրաինական պատերազմին անդրադառնանք, ռուսական գիշերային հարձակման հետևանքով Կիևում ավերվել են բնակելի տներ, զոհերի թիվը 14-ն է, վիրավորները 55-ն են, հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խմբային հարված է հասցվել բարձր ճշգրտության զենքով, օդային, ցամաքային եւ ծովային բազավորմամբ, ինչպես նաեւ հարվածային դրոններով Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Կիևի մարզում եւ Զապորոժիեում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը որոշում է կայացրել ուղարկել 1000 սակրավոր եւ 5000 ռազմական շինարար Կուրսկի մարզի ականազերծման եւ ենթակառուցվածքների վերականգնման համար։ Ռուսաստանը եթե չհեռացվեր մեծ ութնյակից, պատերազմ չէր լինի, եթե Ռուսաստանը չհեռացվեր, պատերազմ չէր լինի։ Թրամփ Միացյալ Նահանգներ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին մեծ ութնյակից հեռացնելը սխալ էր։ Հենց այս փաստի հետ էլ նա կապում է ռուս-ուկրաինական պատերազմը եւ առանձնակի շեշտում, որ եթե 4 տարի առաջ ինքը նախագահ լիներ, Ռուսաստանը լայնածավալ գործողություններ չէր սկսի Ուկրաինայի դեմ։ Հիմա կարճ ժամանակագրություն։ Ռուսաստանը մեծ ութնյակից դուրս մնաց 2017
2014 թվականին Ղրիմի միացումից հետո։ 2017 թվականին Կրեմլը որոշեց ընդմիշտ լքել խումբը, իսկ G8-ը վերածվեց G7-ի։ 2018 թվականին Թրամփի G7-ին միանալու առաջարկին արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձագանքեց հետաքրքրության իսպառ բացակայությամբ։ Միրզոյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են փոխգործակցության հարցեր։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի պաշտոնակից ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Արարատ Միրզոյանը եւ Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև երկկողմ գործընկերության օրակարգին ու ծրագրվող շփումներին։ Արցախից բռնի տեղահանման սպիները դեռ թարմ են, իսկ Ադրբեջանը առնվազն միջազգային լսարանի աչքերին խաղաղասիրության կեղծ քողով է ներկայանում եւ հորդորում չբորբոքել հին վերքերը։ ԵԱՀԿ մարդու իրավունքներին նվիրված համաժողովում հայկական պատվիրակության ելույթը հերթական բռնկումն է առաջացրել։ Ադրբեջանական կողմն արձագանքել է բացահայտ ագրեսիվ հռետորաբանությամբ, տրորելով դիվանագիտական վարքականոնների ձևաչափի սահմանները։ Միջադեպի հնարավոր հետևանքները եւ ԵԱՀԿ-ի ատելության խոսքի գործիքակազմերի արդյունավետությունն իմ գործընկեր Դիանա Կարապետյանը քննարկել է նիստի մասնակից հայկական պատվիրակության ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանի հետ։ Վիեննայում ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող մարդու իրավունքներին նվիրված համաժողովում հայկական պատվիրակությունը վերհանեց Արցախի հայության նկատմամբ իրականացված բռնի տեղահանության, էթնիկ զտման եւ ատելության պետական քաղաքականության փաստերն ու հետևանքները։ Ադրբեջանի ներկայացուցիչները սկզբում հորդորում էին անցյալի վերքերը չշոշափել եւ կենտրոնանալ ապագայի վրա, սակայն այդ խաղաղասիրական հռետորաբանությունը երկար չտևեց։ Երկօրյա համաժողովի երկրորդ օրը ադրբեջանցի բանախոսներից մեկը, կորցնելով ինքնատիրապետումը, բացահայտ սպառնալիք հնչեցրեց հայկական կողմի հասցեին։ Այս հայտարարությունը սանձարձակ էր նաև նրանով, չնայած այսպիսի նարատիվներ իրենք արդեն 2023-ից հետո անընդհատ էին շրջանառում, ընդ որում երբ արցախցիների հետ խոսում ենք, բոլորն են հստակ փաստում եւ նաև հիշողություններում իրենց անընդհատ շեշտում, որ երբ սահմանը անցնում էին, իրենց անընդհատ այդ սահմանին հակարի կամուրջի վրա անդադ ասում էին, բայց ուր եք գնում, ձեզ ոչ մեկ չի պարտադրում, որ գնաք եւ այլ, այսինքն իրենք ի սկզբանե նաեւ նախապատրաստում էին այս խոսույթը։ Եվ այնտեղ ուղղակի ընդ որում հենց փոխդեսպանի կողմից, այսինքն սա հասարակական կազմակերպության ներկայացուցիչի հայտարարություն չէր, այլ հենց պետության ներկայացուցիչի հայտարարությունն էր, որ ինչ էթնիկ զտման մասին է ընդհանրապես խոսքը, այլ որովհետեւ Հայաստանը ուներ ժողովրդագրության խնդիր, դեմոգրաֆիկ խնդիր, բնակչության պակաս, հենց այդ բառերը նաև օգտագործեց եւ իրենք ամեն ինչ արեցին, Հայաստանը ամեն ինչ արեց, որ ղարաբաղցիները իրենց բառերով եմ օգտաբառերն եմ կիրառում, չինտեգրվեն Ադրբեջանին։ Այսինքն կարելի է կարծել արցախցիները մեծ ցանկություն ունեին ինտեգրվելու եւ Հայաստանը իրենց պարտադրաբար բերեց, այսինքն մոտապես այս էր ամբողջ կոնտեքստը։ Հայաստանը պարտադրաբար արցախցիներին բերել է Հայաստան։ Սա իրականում իրենց են չստացված արդարացումներ։ Այս արտահայտությունը ոչ միայն ցնցող էր, այլ նաև ամբողջությամբ պատրեց Ադրբեջանի փափուկ ուժի կեղծ դիմակը։ Արձագանքը անմիջապես հնչեց Հայաստանի դեսպանատան ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանի կողմից։ Շատ ցուցիչային էր այս համաժողովը, որովհետև եթե նախկին համաժողովների ընթացքում սովորաբար խուսափում էին, սովորաբար ավելի մեղմ բառապաշար էին կիրառում, այստեղ շատ այդպես սանձարձակ էին եւ ագրեսիվ։ Իսկ արդյոք ունի ԵԱՀԿ-ն գործիքակազմ նմանատիպ բացահայտ ատելության խոսքի դեմ պայքարելու համար։ Աբրահամյանը անդրադառնալով այդ հնարավորությանը նշեց, որ այսօր ԵԱՀԿ-ի ձեռքի տակ առկա գործիքները հիմնականում խորհրդատվական բնույթ ունեն։ Այդ նույն ներկայացուցիչը մեզ ասաց, եթե պատերազմ եք ուզում, հաջորդ պատերազմը կլինի Հայաստանում եւ այդ ժամանակ հաջորդ պատերազմի ընթացքում Հայաստանը կկորցնի իր սուվերենությունը ընդհանրապես եւ մենք, իր խոսքերն եմ մեջ բերում, եւ մենք թուրքական թեյ կխմենք Կապույտ մզկիթում։ Սա իհարկե հստակ ուժի սպառնալիք էր, երբ ես իմ պատասխանում ուղղակի ասացի եւ կոչ արեցի մոդերատորին, կազմակերպիչներին, որ մեխանիզմ պիտի ունենաք,
ուղղակի դադարեցնելու նման ելույթներ, այսինքն անձը իրավունք չունի շարունակել նման ատելության խոսք եւ սա ատելության խոսք էլ չէր անգամ, այսինքն ուժի սպառնալիք էր, որը ուղղակիորեն հակասում է ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, որի համար նաեւ այդ ամբողջ հավաքն էր։ Եվ ցավալիորեն ընդամենը կոչ էր արվում մնալ կոռեկտության սահմաններում, ընդ որում այդ նույն կոչի ինձ արվեց։ Այս միջադեպը ցուցադրեց, որ խաղաղության լեզուն եւ պատերազմի սպառնալիքը Ադրբեջանում հաճախ նույնացվում են մեկ եւ նույն դեմքով, եւ որքան էլ փորձեն դրանք փաթեթավորել քաղաքացիական դիվանագիտության անվան տակ, միջազգային հարթակները երբեմն դառնում են այն վայրերը, որտեղ ռեժիմի իրական նպատակը բացահայտվում է հենց իր ներկայացուցիչների միջոցով։ Դիանա Կարապետյան, Գևորգ Սիանոսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Կառավարությունից հայտարարում են Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Տնտեսագետներն ահազանգում են որոշ ապրանքատեսակների հնարավոր սղության մասին։ Դիտենք ռեպորտաժը, որտեղ թեմայի շուրջ ավելի մանրամասն պատմում է մեր գործընկերը։ Որոշ ապրանքատեսակներ առաջիկայում կարող են թանկանալ, նշում են տնտեսագետները։ Պատճառը Իրано-իսրայելական պատերազմի ֆոնին հնարավոր կոմունիկացիոն խնդիրներն են։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի խոսքով հատկապես չինական որոշ ապրանքների ներկրումը արդեն իսկ առկախվել է։ Լուծումը նոր լոգիստիկ ուղիներ գտնելն է, բայց այս առումով Հայաստանի տնտեսական դիրքը բարենպաստ չէ։ Չինական ապրանքները եթե այլ ճանապարհով բերվեն, Ղազախստանի կամ Ռուսաստանի դաշնության միջոցով բերեն, նրանց բաղադրիչ չէ ինքնարժեքային բավականին բարձր լինելու։ Սա ինչը բերելու մեր շուկաներն բերելու է ապրանքային սով եւ ապրանքային սովից բացի ապրանքային պաշարների արդեն իսկ եղած պաշարների օգտագործման սպառման զուգընթաց լինելու ապրանքների գների բարձրացում։ Նախորդային կառավարությունից հայտարարել են Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Տուժում են ինչպես ներկրողները, այնպես էլ արտահանողները։ Ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ հակամարտության այս քանի օրերի ընթացքում բնականաբար որոշակի խնդիրներ մեր տնտեսվարողները արդեն իսկ ունեն, մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւս նշել է, որ դեպի Հայաստան մատակարարումները կարող են խաթարվել, ձգձգվել, հնարավոր են թանկացումներ։ Հայաստանի տնտեսության վրա ստեղծված իրավիճակի ազդեցության վերաբերյալ նախարարությունը դեռ սցենարներ չի մշակել։ Ենթադրությունները կարող են շատ շեղվել եւ հենց որ զգանք, որ դրա կոնկրետությունը ազդեցությունների կոնկրետությունը իհարկե տեսանելի է, բնականաբար համապատասխան վերլուծությունները կներկայացնեն կառավարությանը։ Իրանից ներկրվող հիմնական ապրանքներն են վառելանյութերը, շինանյութերը, մետաղները եւ այլն։ Հայաստանից նույն երկիր արտահանվող ապրանքների ծավալը բավականին փոքր է, նշում է տնտեսագետը։ Մենք հարավային դարպասով արտահանում չենք իրականացնում։ Հարավային դարպասում իրականացվող բոլոր աշխատանքները արտահանման բավականին փոքրածավալ են եւ արժեքային առումով նրանք Հայաստան Հանրապետության ընդհանուր արտահանման մեջ տեղ չեն գրավում։ 2024-ին Հայաստանում բացվեց աշխարհի ամենամեծ իրանական առևտրի կենտրոնը։ Նույն թվականի տվյալներով Իրանը Հայաստանի 4-րդ ամենախոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանից, Չինաստանից ու Արաբական Միացյալ Էմիրություններից հետո, ավելի քան 730 միլիոն դոլար ցուցանիշով։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Մի տվյալ անցած մեկ օրում ոստիկանության ամփոփագրից հաղորդվում է, որ հունիսի 16-ից 17-ը բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը նախկինում կատարված։ Դեպքերի զգալի մասը վերաբերում է վարորդական իրավունքից զրկվածի ավտոմեքենա վարելու փաստերին, 10 դեպքը խարդախության, 8-ը գողության, 6-ը մարմնական վնասվածք պատճառելու, 4-ական դեպք հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցների օգտագործման կամ տարածման մասին են։ Եվ վերջում անակնկալ կերպով մեր տոնացույցում հայտնված տոնի մասին հունիսի 17-ին առաջին անգամ Հայաստանում նշվում է հայրերի օրը։ Մայրերի օրը նշվում էր շատ վաղուց եւ կարծես անարդար էր, որ չկա հայրերի օր։ Հիմա արդարությունը վերականգնված է, այնպես որ շնորհավոր ձեր տոնը, սիրելի հայրիկներ։ Ինչպես ասում են, մեր գլխից անպակաս։ Դիտենք տեսանյութը ձեր մասին։
Այսօր հունիսի 17-ին Հայաստանում առաջին անգամ տոնում են հայրերի օրը։ Ամսաթիվը ընտրվել է հաշվի առնելով, որ շատ այլ երկրներում հայրերի օրը էլի ամռան այս ամսին են նշում։ Իսկ հայրիկները գիտեն, որ այսօր իրենց օրն է եւ ինչ են սովորեցրել իրենց երեխաներին։ Բարև ձեզ։ Գիտեք, որ այսօր հայրերի օրն է նշվում Հայաստանում։ Չէ, ճիշտ ասած չգիտեմ։ Ճիշտ ասած ոչ։ Ձեզ ոնց եմ իմանում։ Այսօր տեղյակ եք, որ հայրերի օրն է նշվում առաջին անգամ Հայաստանում։ Չէ, տեղյակ չեմ։ Ամենակարևոր բանը, որ իրենց սովորեցրել եք, ո՞րն է եղել։ Հարգել, որ հարգված լինել։ Ազգասեր լինեն։ Հոգեբան Գոռ Եսայանը բացատրում է, թե ինչպես է ձևավորվում երեխայի պատկերացումները սիրո, տղամարդու եւ ընտանիքի մասին հենց հոր միջոցով։ Հայրիկի հենց մոդելով է ձևավորվում երեխայի մոտ, եթե մենք խոսում ենք աղջիկ երեխայի մասին, հետագա իր ընտրությունը, տղամարդու ընտրությունը հայրիկի կողմից փոխանցվում են նաև այն կարելիներն ու չի կարելիները, որը որ հետագայում մենք որպես նաև բնավորության գծեր ենք կարողանում դրանցով տեսնել, թե հին, թե նոր, այսպես է, ընտանեկան մոդելներում հայրիկի կողմից ավելի սառը պահվածք, օրինակ, ինչ որ տարիքից աղջիկ երեխայի նկատմամբ։ Սա թերևս այն թյուր մոտեցումն է, որը որ կա դրված։ Հոգեբանը մի կարևոր խորհուրդ տվեց։ Մի զսպեք ձեր էմոցիաները, բարի, լավ զգացմունքները ձեր երեխաների նկատմամբ, կապ չունի տղա է թե աղջիկա։ Մի զսպեք, ուղղակի մի զսպեք, բնականon ձևով ցույց տվեք դա։ Եվ իմացեք, որ ձեր մոդելով է լինելու ձեր երեխայի ապագա ընտրությունը։ Իսկ ինչ պատմություն ունի տոնը։ Հայրերի օրը նշելու գաղափարը ծագել է 1909 թվականին։ Նախաձեռնության հեղինակը Սոնորա Սմարտ Դոդն էր, որ ցանկանում էր պատվել իր հորը, Ուիլյամ Սմարթին։ Նրա հայրը ամուրի էր եւ միայնակ մեծացրել էր իր 6 երեխաներին։ Մեր նկարահանող խմբում էլ կան հայրիկներ, որոնց պատմությունները հենց այս օրը հիշելու ու կիսվելու արժանի են։ Ունեմ 2 դուստր, երբես իրան առաջին անգամ ֆիզիկապես տեսած, ընդդատան ու գրկեցի, կյանքս փոխվեց։ Աղջկաս անունը Անի է։ Հոկտեմբերի 31-ին նա կդառնա 9 տարեկան։ Ունեմ 2 դուստր, առաջնեկս երբ որ ծնվեց, ես նկարահանման էի, նկարահանող խումբը տենց հարցում են ինչ է եղել, ես տենց ասում եմ, հայր եմ դառնում, այսինքն ոնց հայր եմ դառնում, ուսանք սաղ ոգևորվում են։ Ինչ եք սովորել ձեր երեխայից։ Երեխաներից սովորել եմ չխաբել, անկեղծություն։ Ինքին սովորացնում էր, թե ոնց ChatGPT-ի միջոցով կարելի է հեշտ անել տնային առաջադրանքները։ Թերևս հենց հունիսի 17-ն է այն օրը, որ նրանց ասենք, շնորհակալ ենք ձեզ ձեր անսահման սիրո, խնամքի եւ ուժի համար, որ միշտ տվել եք մեզ։ Անի Հովանիսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Այսքանը հետևեք մեզ թվային բոլոր հարթակներում։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ ես Անին եմ, կհանդիպենք։